Ավելուկը համարվում է հայկական խոհանոցում ավանդույթների շարունակություն։ Հայկական խոհանոցը դարերով ձևավորվել է բնության հետ սերտ կապի արդյունքում, և ավելուկը այդ կապի ամենավառ օրինակներից է։ Հայկական լեռնաշխարհում աճող այս վայրի բույսը ոչ միայն սնունդ է եղել, այլ նաև գոյատևման միջոց։ Գարնան ամիսներին, երբ պահեստային մթերքները սպառվում էին, ավելուկը դառնում էր ընտանիքների սեղանի կարևոր բաղադրիչ։ Այն հավաքվում էր սարերում, չորացվում և պահվում ամբողջ տարվա համար։ Ավելուկը հատկապես տարածված է եղել գյուղական համայնքներում, որտեղ մարդիկ լավ ճանաչում էին բնության պարգևները։ Չորացված ավելուկից պատրաստվող ուտեստները համարվել են համեստ, բայց սննդարար։ Ամենահայտնի տարբերակը ավելուկի ապուրն է, որը պատրաստվում է սոխով, ձեթով և երբեմն ընկույզով։ Բացի ապուրից, ավելուկը խառնում են սխտորի, ընկույզի և համեմունքների հետ, ստանալով յուրահատուկ համային համադրություն։ Հայկական խոհանոցում ավելուկը նաև պահքի անփոխարինելի ուտեստ է։ Այն հարուստ է սննդարար նյութերով և կարող է փոխարինել կենդանական մթերքներին, ապահովելով օրգանիզմին անհրաժեշտ ուժը։ Այսօր էլ բազմաթիվ ռեստորաններ և պանդոկներ վերականգնում են ավանդական բաղադրատոմսերը, ավելուկը ներկայացնելով ժամանակակից մատուցմամբ։ Այս ամենը վկայում է, որ ավելուկը շարունակում է մնալ հայկական խոհանոցի կարևոր ու սիրված բաղադրիչներից մեկը։ Ավելուկը համարվում է որպես մշակույթ, հիշողություն և ինքնություն։ Ավելուկը միայն սննդամթերք չէ, այն մշակութային արժեք է, որը սերունդներին միավորում է նույն սեղանի շուրջ։ Շատերի համար ավելուկի համը մանկության հիշողություն է՝ գյուղի տուն, տատիկի խոհանոց, փայտի վառարան և ընտանիքով անցկացված երեկոներ։ Այդ հիշողությունները ձևավորում են հայկական խոհանոցի նկատմամբ ջերմ վերաբերմունք։ Հայկական լեռնաշխարհի բնությունը միշտ եղել է հայ մարդու կենսակերպի հիմքում։ Ավելուկի հավաքման գործընթացը հաճախ դարձել է ընտանեկան կամ համայնքային զբաղմունք։ Սա ոչ միայն սնունդ ապահովելու միջոց էր, այլ նաև մարդկանց միավորող ավանդույթ։ Բնության հետ այդ ներդաշնակ հարաբերությունը արտացոլվում է նաև հայկական խոհանոցում, որտեղ գնահատվում են բնական և մաքուր բաղադրիչները։ Այսօր, երբ առողջ ապրելակերպը և տեղական մթերքները կրկին գնահատվում են, ավելուկը նոր շունչ է ստանում։ Այն ընդգծում է հայկական խոհանոցի պարզությունը, բնականությունը և խորը արմատները։ Ավելուկը հիշեցնում է, որ մեր մշակույթը ու խոհանոցը սերտորեն կապված են մեր հողի և բնության հետ, և հենց այդ կապն է, որ դարձնում է հայկական խոհանոցը յուրահատուկ ու անփոխարինելի։ Թեև ավելուկը համարվում է ավանդական և գյուղական ուտեստների բաղադրիչ, վերջին տարիներին այն նոր շունչ է ստացել նաև ժամանակակից հայկական խոհանոցում։ Այս համեստ վայրի բույսը ներկայացվում է նոր ձևերով և անսպասելի համադրություններով։ Եթե նախկինում ավելուկը հիմնականում մատուցվում էր թթվասերով, սոխով և ընկույզով, ապա այսօր այն կարելի է տեսնել նաև աղցանների, տաք նախուտեստների և նույնիսկ ֆյուժն ոճի ուտեստների մեջ։ Ժամանակակից մոտեցմամբ ավելուկը կարող է համադրվել տարբեր պանիրների հետ, հատկապես այծի պանրի կամ թեթև աղի պանրատեսակների, որոնք ընդգծում են նրա թթվաշ և թարմ համը։ Այն նաև հիանալի համադրվում է նռան հատիկների, ձիթապտղի յուղի և կիտրոնի թեթև հյութի հետ, ստեղծելով համային հավասարակշռված և գեղագիտականորեն գրավիչ ուտեստ։ Այսպիսի մատուցումները ցույց են տալիս, որ հայկական խոհանոցը կարող է լինել և ավանդական, և ժամանակակից, միաժամանակ պահպանելով իր արմատները։ Ավելուկով պատրաստված տաք աղցանները, խյուսերը կամ հացաբլիթների միջուկները ցույց են տալիս, որ այս բույսը կարող է լինել ոչ միայն ազգային, այլև համաշխարհային խոհարարական միտումների մաս։ Այսպիսով, ավելուկը ոչ միայն հայկական լեռնաշխարհի բնական հարստությունն է, այլև ժամանակակից հայկական խոհանոցի ստեղծագործ ոգու խորհրդանիշը։ Այն միավորում է անցյալն ու ներկան, պահպանելով ավանդույթը և միաժամանակ բացելով նոր հնարավորություններ համերի աշխարհում։